Բարի լույս բոլորին, սիրելիներս, այսօր իմ համար շատ ուրախ օր է, իմ ամենաերջանիկ օրերից մեկն է, Հայկոյից ծննդյան օրն է, այսօր Հայկոս դարձավ 18 տարեկան, մտավ մեծերի աշխարհ ու դեռ ինձ չեմ պատկերացնում, որ իմ տղան արդեն 18 տարեկան է, որովհետև ինձ հիշում եմ այդ տարիքում ու դեռ ոնց որ 3 լիներ, երբ որ ես 18 տարեկան էի ու այսօր արդեն իմ տղան է 18 տարեկան։ Այդպես սիրելիներս Հայկոյից ծննդյան արդիվ էինք եկել հաղթ, լավ ժամանակ ենք անցկացրել այստեղ, այսօր էլ Հայկոյի ծնունդը այստեղ կնշենք ու վաղը արդեն կմեկնենք դեպի տուն։ Հիմա գնում ենք, այստեղ մի հատ մեծ խաչ կա, այդ խաչի մոտ ենք գնում, երեք ասեցի, երեք ուրիշ տեղ գնացինք, չգնացինք այդ խաչի մոտ, այսօր ենք որոշել գնանք, հիմա գնանք այդ խաչի մոտ, հետո արդեն ընթացքը ցույց կտամ, թե ինչ ենք անելու, ոնց ենք նշելու Հայկոյի ծննդյան օրը։ Այդպես սիրելիներս, հիմա մերոնք ներքև ինձ են սպասում, արագ հագնվեմ ու իջնեմ ներքև, ու կհանդիպենք ավելի ուշ։ Հիմա սենց պիտի գնանք բավականին երկար ճանապարհ, որ հասնենք խաչին։ Հենզելն ու Գրետելն են։ Ես էլ ասեմ ով են այս երեխեքը։ Ինչքան սիրուն է։ Գնացինք, մերոն գնացել են, հասել են, ընես ցուրտ է, չեք պատկերացնի, ձմեռվա ցուրտ է, մրսում են, սաղ բարակ են հակել, մենակ ես էի իմ հասցում հեռային բուրկենիմ հետ վերցրել, որովհետև ես մրսկան եմ, հիմա ինձ ասում են դուր ճիշտ ես արել, մեքենայով գալիս էինք էլի, հա ասեցի դրեք մեքենայի մեջ բուրկաները, ոչ մեկ չլսեց ինձ, հիմա մրսում են, հիմա այս անտառի միջով պետք է գնանք հասնենք այդ խաչը, ոտքով բավականին երկար ճանապարհ է, այստեղ պլակատների վրա նշվում է, էլի ոնց պետք է գնանք հասնենք, նաև նշվում է, թե ինչ թռչուններ, ինչ կենդանիներ կան, սկզբում իմացա, թե այս երկու երեխեքը Հենզելն ու Գրետելն են, որ անտառում կորում են, բայց լրիվ ուրիշ պատմություն է, ու չեմ հիմա ժամանակ չունեմ, էլի կարդամ պատմությունը իմանամ, բայց իմացանք, որ Հենզելն ու Գրետելը չի, հենց ծառը ոնց է կորվել, ոնց որ կամար լինի։ Ոնց էր սկսեց կար։ Բայց բանը տանում է ուղղությունը։ Նայ, այս էր երգն է։ Oh, ես կարայի նվագել դաշնամուրով։ Ահա, դա։ Mein Vater Wandersmann։ Այս երգը գիտես։ Չէ։ Նայք ինձ սիրուն Եղևնին նոր ուզում է բոբոջել է, էլի ուզում է կոներ տա։ Անտառը լավ թարմ կանաչ է, նոր սկսել է բացվել, չենք գտնում, էլ այս մեկը, անգամից տերևները բացվել է։ Այս պլակատների վրա ոչ միտեղ չկա գրած խաչի մասին։ Flamingo. Հա, Ja, Flamingo. Eine Waldmaus. Մեմողի խաղն է։ Waschbär. Հեսա գանչիկն է, նույնն է։ Ինքը բացած է, հա, չէ, դու շավոտը։ պետքա ոտը կենթանու հետ անես։ Անունները գրած է, այսինչի։ Դեն մես կենթանու հետ, նայ, այսի, մամա։
Сейчас так сам. Այս ասպոքսը։ Հələ։ Ուրեմն այս խաղը այսպես էր։ Գտնում ենք ոդկը ու կենթանուն։ Ղեբոկն է։ Վաշբեան եւ էս չէ։ Ֆուքսն է։ Այս էլ վաշբեան չէ։ Ոսկով ստեղ հետաքրքիր էսպիսի խաղ կար։ Հայ կա չէ չենք կորի։ Գալիս եմ։ Ստեղից արդեն թեքվում ենք։ Ճանապարհին էսպիսի հետաքրքիր բաներ կա, ուղղությունը տալիս է։ Յոզեֆ Քրոյց, հա, վերջապես էս այրված։ Այստեղից արդեն պլակատը ցույց է տալիս, որ այսպես պետքա գնանք Յոզեֆ Քրոյցը։ Շմերդեմը կա։ Նահա, ջարդվել է։ Այն աղջիկա նկարդերում ես, ասում այդպես բան կարող կանեք։ Բայց էսի ջարդվել է։ Գանչիկ դու կարաս անես, աղջիկն է անում տենց։ Այ, այսպես կարանք անենք, բայց ափսոս ջարդված էր։ Գնացինք։ Սա էլ տղան է, որ այսպես կարանի, նոր Հայկոն այստեղ փորձարկում էր։ Սա չէր կոտրվել, լավ էր, լավ վիճակում էր։ Այսպես պլակատները կպցրած է, թե աղջիկը կամ տղան ինչ կարան անեն։ Այստեղ նորից մի հատ երգ կա, ամեն կանգառին մի բան անում են, էլի։ Հենց ինչ անում է տղան։ Հա, երգելով բարձրանում այստեղ կարող ենք աղջիկն է։ Երգելով երգը իմանանք ու այսպես բարձրանանք այստեղով։ Այստեղ սլաքը ցույց է տալի, պետք է ասես բարձրանանք դեռ։ Թեքեցի իմ կողմ հեռախոսը, էկրանը, որովհետև ճանապարհները արդեն սիրուն չէր ստեղ։ Իրենց էլ մառախուղը այսօր էլ է լավ մառախուղ։ Հա գտել եք եկա։ Հա հեսա ստեղ էլ է սլաքը ցույց տալիս։ Յոզեֆ Քրոյցը այս կողմն է։ Սենց ցույց տամ։ Յոզեֆ Քրոյց գնում ենք այս ճանապարհով, են անտեղ էլ ցույց տալիս։ Նավիգատորը չի ցույց տալիս։ Ինչքան մնաց շատ կա։ Արդեն անտառից բրծանք դաշտերի մեջ ենք։ Հա, այս աստեղ էլ ասում, երգելով գնացեք։ Զինգմիտ գրածա։ Հա? Զինգմիտ։ Հա, այս երգը նկարենք ու այս երգը երգելով գնանք։ Հəլինեք ինչ մառախուղ է։ Ստեղ շատ հեշտ կարող ենք կորել։ Հազիվ ճանապարհը հարթվեց։ Դիք էինք բարձրանում, շունչս կտրվում էր։ Արդեն շոկեցի։ Սկզբում շատ ցուրտ էր։ Դա այստեղ ցուրտ եղանակներ է։ Հիմա պատկերացնում եմ Հայաստանում միշտ շպայխապլաց չունեմ, հեռախոսս ասեց, որ տեղ չկա։ Դրա համար հիմա այստեղ կընդմիջեմ, հասնենք խաչի մոտ, այնտեղից նորից կմիանամ։ Ուրեմն խաչը ստեղ է, գնում եմ, ասում եմ, այս ինչ տուն է, խաչը չկա, մառախուղ է, խաչը չի երևում։ Նոր մի քիչ առաջացանք, խաչ երևաց։ Ես էլ ասում եմ, ինչ որ տուն եմ տենում, այնտեղ խաչ չկա։ Կարմի։ Հասանք խաչի մոտ վերջապես, բայց մառախուղը լավ չի երևում։ Վերջ գնացինք ժողովուրդ ջան։ Այստեղից հիմա գնում ենք քաղաք, բայց բավականին երկար ճանապարհ ունենք անցնելու, հիմա իջնենք ներքև ու այնտեղից գնում ենք մեր քաղաք։ Հիմա էլ եկել ենք ստեղի ջրվեժը, մեր համար ուտելու բաներ գնեցինք, եկանք ստեղ հավես տեղ կա։
նստելու։ Այստեղից փոքր ջուր ա վերևի ճայռից գալիս։ Այս այստեղ սենց սիրուն տեղ ա։ Այստեղ էլ ջրվեժը նկարեմ գամ։ Սիրուն ջրվեժ ա, բայց հիմա գնանք հաց ուտենք։ Նոր հետ նկարենք։ Ինչ սիրուն ա։ Ամեն տարի որ գալիս ենք հաղթ անպայման այս ջրվեժն են գալիս։ Հետո այնտեղ ճանապարհ կա, բարձրանում ենք այս ջրվեժի ամենավերևը, վերևից ենք նայում։ Ինձ խոսքով սիրուն տեղ ա։ Հայկոին տորթ ենք առել 6 հոգու համար, նախատեսված շատ փոքր տորթ է, նայեք ինչքան փոճուրի կա, որովհետև վաղը որ գնում ենք, այս տորթը այսօր վերջացնենք։ Այստեղ իր նվերներն ենք դասավորում սեղանի շուրջ, 18 տարեկանին համապատասխան նվերներ ենք գնել, ամեն մեկս մի բան ա գնել, հեռախոս, դուխի եւ գիրք, գիրքը Գայանչիկն ա գնել, որովհետեւ Հայկոն մի անգամ Գայանչիկի մոտ ասել էր, որ այդ հեղինակի գիրքն ա ուզում։ Մի խոսքով սիրելիներս, մեր նվերները բերել ենք, դրել ենք սեղանին ու սպասում ենք, որ Հայկոն գա եւ հանձնենք իր նվերները։ Հիմա գեղեցիկ ծննդյան երաժշտություն կդնենք, մոմը կփչենք եւ կհանձնենք մեր բոլորիս նվերները։ Գայանչիկը գրքի վրա գրել է զգուշացում 18-ից հետո կարող եք բացել այս գիրքը։ Դե ինչ սիրելիներս, հիմա հանձնենք Հայկոյի նվերները, այնուհետև գնանք քաղաք, որպեսզի նշենք Հայկոյի ծննդյան օրը։ Տեսակ Հայկոյի ծնունդը շնորհավորեցինք, նվերները հանձնեցինք, տորթը փչեցինք, մոմերը, տորթի մոմերը։ Հիմա արդեն գնում ենք ռեստորանում նշելու Հայկոյի ծնունդը։ Դե քանի որ հյուրեր չունենք, մենք 4-ով ենք գնում ենք, թեթև մեր համար ժամանակ անցկացնենք, արդեն վաղը կմեկնենք դեպի տուն։ Այդպես սիրելիներս, հիմա պատրաստվում ենք ու իջնենք ներքև, արդեն կմիանամ ձեզ ռեստորան։ Զատիկի տարածքը քանդեցին, հավաքեցին այսպիսի հեքսեներով տարածք, հələ կաթերի մեծությունը։
Ինձ թվում է իրանք են ստեղծում այս բաները կարում էլի, դիմակները դնում են, բայց մարմինները ծոր ձեռքի աշխատանք է կարած։ Կորթերի մեծությունը։ Դեվ շատ արագ մի քանի օրվա մեջ քանդեցին, մերոնք էլ ընդեղ բիլիարդ են խաղում, հիմա էլ երեկոյան իջել ենք բիլիարդ խաղալու։ Սա այսպես խաղալու տեղեր էլ կա։ Գնանք տնանք Անչիկը ոնց է խաղում բիլիարդը։ Դու ոչ իշխփի։ Ապրես։ Ось це вершина. Du musst dich gestreifen. Սիրելիներս, մենք արդեն տանն ենք, ինչպես հիշում եք, Հայկոն խոստացել էր, որ իր ծննդյան օրը կբացի այս նվերը, հիմա վերադարձել ենք, ինքը բացում է նվերը, տեսնի ինչ կա մեջը, մեջը կար այսպիսի խմիչք, որ 18 տարեկանը լրանալուն պես կարող է օգտագործել, ինքը ասաց, ես սա կպահեմ որպես հուշանվեր, այստեղ կար դեմքի մասկա և օծանելիքի խանութ, նվեր քարտ, որի համար ինքը շատ է ուրախացել, որովհետև ինքը օծանելիքների մեծ սիրահար է։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը, մնացեք խաղաղությամբ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ նոր ու հետաքրքիր տեսանյութով։